Են աստված, որ պան Ռուբինյանը ստեղ չէր, ես ուզում է ելույթս հանեիք, բայց պան Գրիգոյանն ես բան ասեց, որ ես փորձեցի ուղեղիս ամենա թաքնված ծալքերից փորձել գտնել երբեմ տենց բան ասել։ Ես հիշեցնեմ, սիրելի երեխաներ, հարցը ինչու՞մ էր։ Մենք ասում էինք 8 միլիարդից ավել պարտքը մեծացել եք։ Պարտքը զտեք, առանց դրա ինչքան կներ տնտեսական աճ։ Եվ հնչեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը 8 միլիարդով զենք են կարել։ Ես էլ ասում եմ հիմա ստեղ փոխնախարարները եւ նախորդող նախարարները եւ փոխնախարարները ասում էին պարտք տվեք, որ էս անենք, այն անենք, էս անենք, տարբեր բաներ անենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարն ասում է, չէ ինչ որ ասում էին, սուտ է, զենք եմ առել։ Ես ընդհանրապես առաջարկել եմ մի հատ կողմնորոշվել, որտեղ ոչ կիսահղի են լինում, ոչ էլ կիսա ճշմարտախոս։ Մի հատ կողմնորոշվեք, այդ 8 միլիարդը գնացել է զենքին, եթե 8 միլիարդ զենքի գնացած լիներ, հիմա մենք արդեն լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք։ Այդ է եղել ամբողջ խոսակցությունը։ Ես չգնեմ Ադրբեջանը ինչ արել, դուք եք իրանց այդ ջերմ հարաբերությունների մեջ զանգեք հարցրեք։ Լավն է, սում պարոն Գրիգոյան, ես պիտի խնդրեի իմ խոսքերը, եթե աղճատում եք, գոնե մի 20% ճշմարտություն թողեք, թե չէ, ցնցումս կլինի։